ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը։ Նիստից հետո Էդվարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նոր կառավարության ծրագիրը բխում է Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի ու սահմանադրության բարեփոխումների ծրագրից։ Ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագրային հիմնադրույթներից, նախագահ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները եւ նոր իրականությունը, պարոն նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Կառավարության ծրագրի նախնական տարբերակում հատուկ շեշտադրվել է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը եւ անվտանգության համակարգի ամրապնդումը։ Քանի որ իրավական առումով այս կառավարությունը պետք է գործի մինչև ապրիլյան ընտրությունները, բնականաբար շատ կոնկրետ է ամեն ինչ գրված եւ գոնե փաստացի եւ դե յուրե 6 ամսյա ծրագիր է սա կառավարության, որովհետեւ հակառակ դեպքում դուք կարող եք մեզ մեղադրեք, որ դուք երկարաժամկետ ծրագրեր եք գրել, ինչ իմանաք, որ ով է հաջողության հասնելու պարլամենտական ընտրություններին, բայց այնուամենայնիվ այստեղ կա եւս հաջողության հասնելու դեպքում ապագա ռազմավարության մասին խոսք։ Էդվարդ Շարմազանովի պնդմամբ այս ծրագրում հատկապես ուշադրություն են դարձրել սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ու կրթական համակարգի բարեփոխումներին։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար կառավարությունը կդիմի ազգային ժողովին օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար։ Զորապ Հարոյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։